Ամալիա Հովանեսյանի Life Room հաղորդման հերթական հյուրն էր հրուշակագործ, բիզնես լեյդի եւ պարզապես գեղեցկուհի Լիկա Մեսրոպյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր իր եւ Խորեն Լևոնյանի բաժանման ու ներկայիս հարաբերությունների մասին։ Մենք միասին հաղթահարեցինք բաժանման ցավը։ Ամուսնության տարիները ավելի կարճ էին, քան բաժանման տարիները։ Մենք բաժանվեցինք, գնացինք յուրաքանչյուրս մեր ծնողների տուն, բայց դեռ միասին էինք երկար ժամանակ։ Այսինքն ես երեխային վերցնում էի, գնում էինք իրենց տուն, միասին ինչ-որ տեղեր էինք գնում, նույն ամեն ինչը, բայց մենք ապրում էինք առանձին։ Այսինքն չուզեցինք մեկս մյուսին ցավ պատճառել եւ մեր բաժանումը տարանք նրան, որ կամաց-կամաց մաշվի ու մարվի։ Եթե մենք ունենեինք հարաբերությունները վերականգնելու ցանկություն, խնդիր չէր լինի, մենք կվերականգնեինք։ Երկուսս էլ գիտակցում էինք, որ պետք է դա վերջանա, որովհետև եթե չենք ուզում միանալ, բայց միասին ենք, իմաստը որն է, պետք է մաշվեր կամաց-կամաց։ Կարծում եմ սերը դեռ կար, որովհետև այնպես չէ, որ ես տհաճ էի Խորենին կամ ինքն էր ինձ տհաճ։ Մենք սիրով էինք հանդիպում, մենք մեր երեխային էինք մեծացնում, ամեն ինչ շատ գրագետ էր։ Արդեն պետք է այդ բաժանումը լիներ եւ դա եղավ առանց մեկս մյուսին ցավ պատճառելու, մենք չենք տանջվել, դա արել ենք դանդաղ եւ սիրուն։ Շփումը կամաց-կամաց մաշվեց։ Խորենը նոր երգեր էր գրում, ես խորացա իմ օնլայնի մեջ եւ այդպես կամաց-կամաց բաժանվեցինք, բայց մտերմությունը մինչ օրս կա։ Մենք միասին մեծացնում ենք մեր Արամին, հարգանքը միմյանց հանդեպ։ Շատ օգնում է եւ ինձ եւ Արամին։ Նա չի զգում պապայի բացակայությունը բացարձակ։ Խորենը շատ մեծ ներդրում է դնում Արամի մեջ։ Շատ ճիշտ է, կարողանում հետը խոսել։ Հոյակապ պապա է։ Շնորհակալ եմ Խորենին։ Արամը փոքր էր, նոր էր ծնվել, 40 օրական էր, երբ սկսեցինք առանձին ապրել։ Հենց Արամի համար էր այդպես պետք, որ մենք առանձին ապրենք եւ երեխան մեծանա ավելի առողջ մթնոլորտում եւ գտանք, որ ճիշտ է միասին չլինելը։ Մենք համ երջանիկ էինք, համ երջանիկ չէինք։ Երկու կայացած մարդու միաձուլումը հնարավոր է, որ բարդություններ առաջացնի։ Ես շատ եմ ուզում, որ Խորենը լինի երջանիկ եւ վերջապես գտնի իր երջանկությունը, ասել է Լիկա Մեսրոպյանը։ Իդեպ նշենք, որ Խորենը մի քանի ամիս առաջ կրկին ամուսնացել է իր թիմի բեք վոկալիստ Էմմա Ազիզյանի հետ։